Շնորհակալություն պարոն նախագահ, պարոն նախարար, ձեր շնորհակալություն համբերատարության համար մի շատ բարձր նշաձող եք սահմանել, որը ես հիմա պետք է փորձեմ պահել։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ մենք անverջ ամեն ինչ զիջում ենք։ Հարց է ծագում, արդյոք առանց դիտավորության են շրջանցում այն փաստը, որ եթե Հայաստանը անverջ ամեն ինչ զիջելիս լիներ, մենք արդեն կորցրած կլինենք Հայաստան-Իրան սահմանը։ Ես համոզված եմ, որ սա պատահաբար շրջանցվող հանգամանք չէ։ Այսինքն ինչ նկատի ունեմ։ Հայաստանը ապաշրջափակման վերաբերյալ ունի շատ կառուցողական դիրքորոշում, բայց անզիջում է Ադրբեջանի պահանջները բավարարելու հարցում, իսկ այդ պահանջները արտատարածքային միջանցքն են եւ ոչ միայն Ադրբեջանի, եւ այստեղ է թաքնված ձեր անկարողությունը լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին այս հարցում անզիջում լինելու մեջ։ Պատճառը թե ինչու չի լսվում, դա երբ դուք ասում եք ամեն ինչու զիջում եք, այդպես եք ձևակերպում, նշեք, ասեք բացի միջանցքից այդ հարցում ձեր կողքին ենք, այդ ժամանակ մենք ձեր անկեղծությանը կհավատանք, բայց ձեր մտքերի ընթացքը բխում է 004 շրջաբերականից եւ նրա տրամաբանությունից 22 թվականի 004 շրջաբերականից, որի մեջ դուք ասում եք, որ հնարավոր է, որ Ռուսաստանը իր ուղղակի ենթակայությանը վերցնի Արցախը եւ մենք պետք է պայքար սկսենք, որպեսզի Հայաստանի եւ Արցախի ճակատագրերը հնարավոր միության պարագայում լուծվեն մեկ փաթեթով։ Քանի որ սա է ձեր մտքերի ընթացքը, հետեւաբար դուք դժվարանում եք արտատարածքային միջանցքի պահանջի Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դիմադրության հարցում կանգնել ուրեմն կառավարող ուժի կողքին։ Պարոն Քոչարյան, դուք ասում եք զրոյական կետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, սխալ եք հիշում։ Ուրեմն լրագրողի հարցին արդյոք դուք շարունակում եք բանակցությունները Սերժ Սարգսյանի կետից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, ես այդ բանակցությունները շարունակում եմ իմ կետից։ Զրոյական կետ արտահայտությունը նա չի օգտագործել է իմ կետ արտահայտությունը եւ երբ հուսանք բացվեն բանակցային փաստաթղթերը, մենք կտեսնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից ի վեր այդ բանակցային բովանդակությունը չի փոխվել եւ այդ բանակցային բովանդակության մեջ այլևս չի եղել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը նշանակում է, որ այդ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը Ադրբեջանը պետք է պահանջեր ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղի ներսում գոյություն ունեցող ստատուս քվոն իրավական իմաստով եւ գոյություն չի ունեցել Քելբաջարի եւ Լաչինի մասին մեր բոլորիս պատկերացումներում կարգավորումները, թե ինչ պայմաններով, ինչ հերթականությամբ ուրեմն պետք է տեղի ունենար Քելբաջարի եւ Լաչինի շուրջ պայմանավորվածությունը։ Բայց զրոյական կետ արտահայտությունը որտեղից։ Սրա համար պետք է համացանցը բացեք եւ տպեք զրոյական կետ Մեղրի ագարակ կամ հարց ուղղեք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև զրոյական կետ արտահայտությունը բանակցությունների ողջ պատմության մեջ օգտագործվել է 1999 թվականին, երբ Սադարակից հետո, Քիվեստից հետո քննարկվել է ուրեմն լուծման մի տարբերակ, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկապես զրոյական կետ պետք է լիներ։ Բանակցությունների մեջ այդ արտահայտությունը այդ փուլում է օգտագործվել, որտեղ պետք է ուրեմն վերահսկողությունը չլիներ ոչ Հայաստանինը, ոչ Ադրբեջանինը լավագույն պարագայում։ Այդ դա է զրոյական կետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեջ բերելիս պետք է ուրեմն ճշգրիտ մեջ բերեք։ Եվ այստեղ իհարկե նաև հարց է հնչում, ինչ է զիջել Ադրբեջանը, ինչ է զիջել Ադրբեջանը, դրա եւս մի պատասխան էլ կա, ուրեմն Ադրբեջանը եւ նրա նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության կուսակցություններից մեկից, դաշնակցությունից մի դիրքորոշում է որդեգրել, նմանակել, դա այն դիրքորոշումն է, որի մասին մենք խոսել ենք, երբ Ալմաթայի հռչակագիրն էինք այստեղ ավելի մանրամասը քննարկում, այդ դիրքորոշումը այն էր, որ սահմանը անցնում է այնտեղ, որտեղ կանգնած է զինվորը։ Այս բանակցությունների ընթացքում Ադրբեջանը դա է զիջել, որ այլևս սահմանը անցնում է այնտեղ, որտեղ սահմանը անցնում է փաստաթղթերով։ Առնվազն դա է զիջել։ Եվ իհարկե ուժի մեջ է մտնում նաև այն, որ ինչպես ասեցին գործընկերներս, որ բոլոր դրույթները վերաբերում են փոխադարձաբար բոլոր երկու երկրներին էլ։ Այսքանը թերևս, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։